Արալեռան ստորոտից շուրջ 3 կիլոմետր հեռավորություն է պետք հաղթահարել բնական քարանձավի մեջ գտնվող ուխտավայր Ծաղկևանք հասնելու համար։ Լեռան սրտում գտնվող ժայռափոր այս վանք միայն ոտքով կամ ամենագնացներով է հնարավոր հասնել։ Ծաղկևանքը հայտնի ուխտատեղի է։ Ուխտավորի պակաս չի ունենում ամառ թե ձմեռ։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով, ոմանք էլ ծոմապահությամբ գալիս են այստեղ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը։ Աստծո ճանապարհը միշտ էլ դժվար է լինում, քանի որ Աստված ասում է՝ «Նեղ դռնով անցեք դժվար, որպեսզի հասնենք Աստծո արքայությանը»։ Այո, դրա համար էլ մենք ուխտը ամենաներքևից 1 ժամից ավել ոտքով գալիս ենք մեր քահանայի Տեր Եղիշեի հետ, որը կազմակերպում է մի քանի գյուղերի ուխտագնաց։ Այստեղ մի քանի 100 հոգի է նա բերել, չնայած որ արդեն տասնյակ տարիներ գալիս ենք։ Մարդիկ կան, գիշերներն են այստեղ մնացել, պատարագների ենք միշտ մասնակցում։ Համբարձման տոնի Ծաղկևանքի ուխտի օրն է։ Ժայռափոր վանքն իր փոքր չափերի պատճառով չի կարողանում բոլորին իր գիրկն առնել։ Այդ պատճառով մարդիկ պատարագի մասնակցում են դրսում, աստիճաններին կամ քարերին նստած։ Տոնական պատարագը Տեր Արամ Քահանա Ասատրյանը մատուցեց, ուխտավորներին ներկայացնելով տոնի խորհուրդն ու կարևորությունը։ Ծաղկևանքի անվան հետ կապված մի ավանդազրույց է պահպանվել, համաձայն որի կույս Վարվառան քրիստոնեություն ընդունելու համար ենթարկվել է հոր դաժան հալածանքներին եւ թաքնվել Արայի լեռան փոքրիկ ժայռախորշում։ Հայրը սակայն գտել եւ սպանել է դստերը։ Ասում են, որ սրբավայրի առաստաղից հոսող ջուրը կույսի արցունքներն է խորհրդանշում եւ բուժիչ հատկություն ունի։ Հավատացյալները նաեւ այդ ջրի համար են հասնում վանք, կաթիլ առ կաթիլ հավաքում հիվանդներին բժշկելու համար։ Տղայիս եմ բերել իրականում այսօր ուխտի օրն է, Սուրբ Վարվառայի օրն է, ու ոնց ասել է կույսը թողի արցունքները բուժի բոլոր երեխաների հիվանդությունը, այդպես տղայիս բերել եմ, որ օրհնվի։ Ամուսինս շատ կապված հուշեր ուներ այս վանքի հետ, ասում էր, որ շատ հզոր վանք է ինքը, շատ ցանկություններ, իրականություն են դարձել իմ համար, ու միշտ ասում էր, որ պիտի գնանք անպայման, ուղղակի բախտ չվիճակվեց։ Մի խոսքով այսօր եկանք հասանք, ընկերուհիս երեխայի ոտքի հետ կապված լիքը խնդիրներ ուներ, ու միասին որոշեցինք, որ գանք ու մեծ հույսեր ունենք ու հավատքով ենք եկել։ Մեր մոտից շատ զույգեր են եղել, ովքեր անպտուղ են եղել, երեխա չեն ունեցել եւ ուխտով եկել են, երեխա են ունեցել, բուժվել են։ Ծաղկևանքը եղել եւ շարունակում է մնալ սիրված ու զորավոր սրբատեղի հայ հավատացյալի համար։ Դա է վկայում տարեց տարի ավելացող մարդկանց թիվը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։